7 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ եւ դիպլոմներ։ Մայիսի 1-ից 6-ը Ռուսաստանի Օրիոլ քաղաքում ԱՊՀ երկրների 10-րդ երիտասարդական Դելփյան խաղերի ժամանակ հայաստանյան թիմի գրանցած արդյունքն է։ Հայաստանցի երիտասարդները ուժերը փորձել են 11 անվանակարգերում՝ ժողովրդական եւ էստրադային երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն եւ այլն։ Բոլորս էլ շատ լավ ելույթ ունեցանք, բոլորի ելույթներն ամենը մեկը մյուսից գեղեցիկ էին, այնտեղ շատ լավ էր, ուղղակի գերազանց։ Այս տարվա խաղերը Հայաստանի համար յուրահատուկ էին, քանի որ հայկական պատվիրակությունն առաջին անգամ էր ներկայանում 57 հոգով։ Բացի մասնակիցներից յուրաքանչյուր երկրից խաղերը գնահատելու համար ընտրվել էր ժյուրիի 3 անդամ։ Սարդարապատը Պաշտպանության նախարարության բարի խումբն է եւ այնտեղ պարում էին զինվորներ։ Զինվորներին Հայաստանից դուրս տանելը մրցույթների, սա ուրիշ մի հերոսություն էր, որ մենք կարողացանք անել։ Մրցույթի ընթացքում սակայն տեղի էր ունեցել անարդարություն։ Ժյուրիի անդամը, ով Ադրբեջանից էր, օգտվելով հայ գործընկերոջ բացակայությունից, ջանք ու եռան չի խնայել, որպեսզի ժողովրդական գործիք անվանակարգում 2 հայ մասնակիցները ոսկու փոխարեն բրոնզե մեդալներ ստանան։ Միջազգային Դելփյան կոմիտեին ներկայացվեց բողոք, եւ այդ բողոքի հիման վրա Ադրբեջանի այդ ժյուրի անդամին ոչ միայն նկատողություն, այլ նաև ասեցին, որ այդ մարդը իրավունք չունի երբևէ լինի ժյուրի անդամ, մանավանդ որ ադրբեջանցին ներկայացել էր մեր հայկական ազգային գործիքով, դուդուկով։ Ամենամյա Դելփյան խաղերն անցկացվում են ԱՊՀ անդամ երկրներից որևէ մեկում։ Դրանք կազմակերպվում են մշակույթի, արվեստի, կրթության ոլորտում տարբեր ազգերի ստեղծագործ երիտասարդների շփումը եւ գործակցությունն ապահովելու նպատակով։ Վարդուհի Գուլուլով, Վահե Եղիազարյան, Գևորգ Նահապետյան, այսօր։